Տիկին Խանդոյան, դուք տեղյակ էիք, որ ձեր որդին Արայիկ Խանդոյանը պատրաստվում է ՊՊՑ գունդ գրավել կամ այդպիսի գործողությունների են պատրաստվում դիմել եւ ինչն է ըստ ձեզ նրան դա չեմ, իմ երեխեք այդպիսի քայլի չէին դիմի, եթե չլսեին, որ իրանց գրաված տարածքները պետք է հետ հանձնեն թուրքերին։ Ես տեղյակ չեմ եղել, ինձ ոչ մի բան այան չեն հանել, որդուս էլ են բռնել ինչի համար, որ իր աղբորը այնտեղ բան են արել, թե ագրեսիվենյանի ոստիկաններին պատանդ են պահում, չգիտեմ ինչ, ես ոչ մի բանից տեղյակ չեմ եղել։ Իմ երեխեքը ոչ մի ոստիկանի էլ ոչ մի բան չեն արել, նրանք նստել են հարազատորեն, լսելով էդի, չեմ տեսել, չեմ լսել։ Ասում են շատ լավ են եղել, միասին այնտեղ ինչ-որ զոհ ա եղել, չգիտեմ, Համենայն դեպս իմ երեխես գնացել այնտեղ իր աղբերը այդ վիճակին է գնացել աղբոր հավարին, բայց ոչ մի բան չանելով այդ ցույցերի ժամանակ ժողովուրդը խառնվել են իրար, միլիցեքը որ փեդերով ծեծել են ժողովրդին, երեխես էլ այնտեղից ասել են իբր հողերը հանձնում են, թե ինչ է խոսած է, թե նկարա հանել է, թե ինչ արի, ռումբ են գծե հետևից ծաղ վառվել է իր շորերը ու դեղից ձերբակալ է տարել են։ Եթե ես գիտենամ, որ ինձ ասեցին 3 օրից հետո մինչև 72 ժամը լրանա, բաց կթողնին, բանից պարզվեց որ ոչ թե 72 ժամը, այլ երևի 20 ժամը չի անցել, իրանք իրար մեջ դատ են արել, տարե ձերբակալել են։ Ինչի համար, որ շատ են պաշտպանել հայրենիքը, հողը, դավաճաններին, ժողովուրդը սոված վիճակի, տեսնում են որ ի վիճակ չկանի, բոլորը ոստիկան են դառնում իրանց գոյությունը պաշտպանելու համար այս պետության մեջ, հենց մեկը մի բառ է խոսում, արդեն նրան ագրեսոր են համարում, որ ագրեսիվ են, որ ցուցարարներ են, չգիտեմ ինչեր են, ինչեր չեն։ Ձեր որդին զենքը միշտ սահմանի վրա է օգտագործել, դրանով է հայտնի հանրությանը, այսօր արդեն զենքով պայքարում է, իշխանությունների դեմ զենքով գրավել է ՊՊՑ գունդը, ինչպես գիտեք, զոհ կա գրավման արդյունքում, այս մեթոդը կիսում եք։ Իմ որդուն այդ սազական չի, ճիշտ է, ինքը դրանց հետ է, դրանք խմբովի են եղել, ոստիկան է զոհ է, թե ինչ արի, ես հավակցում եմ նրանց համար, ովքեր որ զոհ չեն տեսել, ում սեղանին, որ զոհի սեղանի վրա չի դրվել իր որդին, իր հարազատը, իր ոչ մի բանը, դրա համար էլ սաղին համատարած համարում են ագրեսորներ։ Իմ որդին նման բան չի անի, նահայի վրա երբեք ձեռք չի բարձրացրել, չի է բարձրացնի։ Ես չգիտեմ ինչ առիթներ են իրանք օգտագործում, երբ որ նրանք հերոսներ էին ամբողջ աշխարհն է ճանաչել, իմ երեխեքին 4 եղբայր են եղել, 4-ից մեծը զոհվել է, 2-ը երկրորդ խմբի հաշմանդամ են, մեկն էլ 4 երեխայի հետ հնարավորություն չունեցա, որ գնացին արյուն թափեցին այս երկրի համար, այդ 4 երեխեն առած Ռուսաստանի քուչեքն են գած։ Մենք էլ տուն չունեինք, 27 տարի ես ապրել եմ այդ դոմիկում ինքնաշեն, մեզի ոչ դոմիկ են տվել, ոչ մի բան, 4 սենյակ կորցրեցի երկրաշարժին, բայց 27 տարի ապրեցի դոմիկում, առայժմս էլ ես դոմիկում եմ ապրել։ Շենքը տվեցին, այդ շենքը ես կվերադարձնեմ իրանց, թող այդ շենքն էլ իրանց եղնի, իմ տղիս համար շենք են տվել, այդ շենքն էլ հետ կվերադարձնեմ։ Ես նրա պատվո գրերն էլ, մեդալներն էլ, ամեն ինչն էլ հետ կվերադարձնեմ։ Իմ մեդալն էլ հետ կտամ, որ ես ստացել եմ պաշտպանության նախարարությունից 2 ծովակալիսակով մեդալ, որպես հերոսի մայր նախարարի ձեռքից։ Մեկ էլ ես ունեմ բազմազավակության մեդալ, ես ունեմ երկրապահից մեդալ, չգիտեմ, ես չեմ կարա ասեմ, եթե իմ երեխեն չկա, իմ Արայիկս այդ վիճակին է, որ հարցնում են սենց է, հարցնում են, թե ինձի բոլորը հարցնում են, զենքը որտեղից, ինքը ոնց որ 19 տարեկան հասակում իրան ձեռքը ոչ մեկ չի տվել ինքն է թուրքից խլել, նույնն էլ հիմա ես չգիտեմ որտեղից է վերցրել, ոնց ա եղել,
Ինձ է խապել են, ինձ ոչ մի բան չեն ասել, երեխեքս վախեցել են, թե ես հիվանդ կինեմ կմեռնեմ, բայց էլ առաջումս ես զգում որ չեմ մեռել, իմ ցավս ես գիտեմ, իմ երեխես գոնե թող ազատեն, քանի կար Նկատի ունեք Արարատին։ Արարատին, հա, գոնե ազատեն, որ այն երեխեքիս ինքը տիրություն անի, ես հիվանդ կնիկ եմ, հիվանդ տղա ունեմ տունը երկրորդ խմբի նորից, 3 երեխես էլ երկրորդ խմբի հաշմանդամ են, գոնե իր 5 երեխեն ընդեղ տունն են, ով պիտի պայի դրանց, իր աղբոր երեխեքին գոնե ինքը տիրություն քանի տեսնեն, հալբատ մեր լավ բանım կբացվի։ Արայք Խանդոյանը քանի երեխա ունի, թորնիկ ունի կարծեմ։ Այո, 5 երեխա ունի, թորնիկ ունի, կինը հիվանդ կին է, սրտից թույլ է հիվանդ, ես չգիտեմ, իմ հարցն էլ չի կարա, ոչ ընձի նայի, ոչ իմ հիվանդ տղին նայի, ոչ աշխատանք կա, մենակ իմ թոշակով ես ինչ կրամ անեմ այդքան։ Ձեր որդուն ինչ եք հորդորում, հաշվի առնելով նաև այն, որ իշխանությունները զենքերը վայր դնելու կոչեր են անում, հանձնվելու կոչեր։ Ես նրանց համար չեմ ասում, նրանք խմբակային են, վայր կտնեն, թե չէ, ես ասում եմ, որ իմ Արարատիս ազատեն, ինքը երկրորդ խմբի հաշմանդամ է, մե պոչկա ունի, փայծաղ չունի, երիկամները լրիվ, չգիտեմ, խախտված վիճակի, հաստաղիկը 30 սանտի պլաստմաս է դրած, 5 հատ ավտոմատի պուլը փորից են հանե, ոտքիցը սկվազնյով վիրավորված է, մյուս որդի Արայիկս 100 ձևի վիրավորվել է, մեկին բերում էին հանրապետական հիվանդանոց, մինչև գալիս հասնում էինք նրանց, երկրորդին տանում էին Էրեբունի հիվանդանոցը, ես չգիտեի որ մեկին հասնեի, այն մի տղաս նորից նույնն էր հիվանդ, այդ երեխես էլ տանը չգիտեմ ոչ հաց տվող կար, ոչ ջուր տվող կար, աղջիկ չունեի տանը, այդ ժամանակ հարց չունեի տանը, ես չգիտեմ ինչ ձևի յոլա կտանիմ, իմ Արարատս գոնե թողնին գա, ասեցին թե 3 օր է, 3 օրից հետո բերտ են տարել, Արայիկը ստացել է գլխի վնասվածքներ, Արայիկիս աչքերը բռնվել է, տարել են ականջները, կույրացած վիճակի, 1000 անգամ գլխից է վիրավորվել, գրադի բեկորը ոտքի ծնգ-ոսկրի միջից էին հանել, վերակենդանացման բաժնում ամբողջ Ղարաբաղի աղջիկ երկը գլխին հավաքված, նրանք են շալակել բերել, թե չմնասենք վերակենդանացման բաժանմունքում, նրանք շատ տառապանքներ են տեսել, բայց էլի զենքը վայր չեն դրել, 4 օրյա պատերազմի առաջի գնացողներն երկու աղբերն են եղել, բոլոր կադրերում երևի կտեսնիք, ամբողջ կադրերի մեջ Արայիկն է, ամբողջ կադրերի մեջ Արարատն է, նրանք հայրենիք են պաշտպանել, կարող է իրանց հողի համար ինչ-որ մի բան էլ անեն, ես չեմ կարա նրանց ասեմ վայր տրեք, այդքան ոստիկանները լցրել, այդքան ժողովրդին ջարդում են, ինչ-որ ոստիկանը ոչ թե պետք է ժողովրդին ջարդի, այլ ղեկավարությանը պետք է հասկացնի, որ դու ես ժողովրդին փոխանակ պահես, պաշտպանես, այդ ժողովուրդը քո ժողովուրդն է, բայց իրանք 1000 տեղի, ես ինչ գիտեմ ինչ վիճակի, թալաններ ունեն, օլիգարխներ են, ամեն մեկը մի բան է խոսում, ամեն մեկը մի բան է ասում, իմ երեխեքը ոչ մի բան էլ չեն արել, նրանք հանցագործներ չեն, հանցագործները նրանք են ովքեր խեղճ ու կրակ ժողովրդին կրակի բերանը լսնում աղում են, ես չեմ կրած նրան ասեմ, թե այ բալաջան, գոնե մի անգամ մի գնա, մի մասնակցի, այդ մի անգամը բացակա եղի, հիվանդ ես, առողջություն չունիս, գլխի ցավից անընդհատ բողոքում ես ու չգիտեմ ինչ վիճակի մեջ ես, չէ, ես Ղարաբաղի համար եմ պայքարել, ես այժմ եմ թափել Ղարաբաղի համար, Ղարաբաղը իմ էությունն է, նույնիսկ իմ կյանքն է, Արայիկը միշտ է ասել, հիմա հանել են դավաճան, հիմա իրանք հողերը հանձում են, ով էլ որ եղնի արյուն թափել եմ կրկնում, ես որդի եմ կորցրել, նրանք էլ երկրորդ խմբի հաշմանդամներ են, իրանց ընտանիքների գոյությունը չեն կարում պահեն, ես ոնց անեմ, ես հիվանդ կին եմ, ինսուլտ կարած, կարող այսօր կամ վաղը չկամ, կարող է տունել չհասնեմ, Ոչ Արարատ Խանդոյանի, ոչ Արայիկ Խանդոյանի հետ վերջին դեպքերից հետո չեք խոսել։ Խոսել, ինձ ով թույլ կտա, որ ես գնամ այնտեղ չեմ կարա, ես նրան քննադատեմ, եթե այդ հողը ինքն է պաշտպանել, ինքը արյուն է թափել այդ հողի համար, ես ինչի պիտի մեղադրեմ նրան,
գյուղացիների համար ինք այնքան բան է արել, որ երեխեն բանակ է ծառայել, զանգել են Արայիկ, ես երեխես ես իշտեղն է ուշադրություն դարձրա, Արայիկ ես իշտեղը, ես բանն ա եղել, օտպուսկ բեր երեխուն, Արայիկի համար սա ամբողջ գյուղը, ոչ թե մենակ գյուղը, ամբողջ ռայոնը, տարածքը, ամբողջ հանրապետությունը Արայիկին ճանաչում է, ոչ մեկը նրան ահաբեկիչ չի համարի, բացի իրանց են, իրանք որ թալան են նստել են վրեն, բաժանել են քաղաքը մասերի իրար մեջ են արել, ես այդ մետալն էլ իրանց հետ կտամ ընձի այդ ոչ մի բան ինձի պետք չի, իմ երեխես է ինձի պետք, իմ երեխեքս, Արայիկն էլ ասում է, եթե հանկարծ մերս կա, կինս կա, այն մեկ ու ճար տղես կա, աղջիկներս, թորս 6 ամսական բոլորը կան, աղաչեմ, որ պետք է զենքը վայր տնես, ես այժմ եմ թափե, ես չեմ կարա նրանց հորդորանքները լսեմ, ես ագրեսոր չեմ, թող իրանք նույնիսկ այդ ոստիկաններին հարցաքննեն, որ իրանց ոչ մեկը ոչ մի հատ ոչ մի բան չի ասել։ Ես Արայիկի ցավը տանեմ, էլի խոսամ, ես խոսալու էլ ոչ մի բան չունեմ։ Արայիկը այն տղեն չի, որ հանկարծ կորած տղա է։ Իրանք կարող է հարցակվեն, չգիտեմ ինչեր անեն։ Էնի աշխարհի չափ հարկանք ու պատիվ ունի։ Այնքան շատ պատիվ, որ ոչ մի ղեկավար ելնում են օլիգարխներն իրար մեջ քաղաքը բաժանեցին, ժողովրդին սովի մատնեցին, ոստիկանությունն է շատացրել, հմի ամբողջ ազգից շատ ոստիկաններ են, այդ մարդկանց ես չեմ մեղադրեմ, քանի որ ուտելու հաց չեն ճարել, իրանք, ես իշ գիտեմ $200,000 անոց ավտոներով նստած քշում են, թող այդքանից բացի մի հատ զենք առնեին թուրքի դեմը պահելու համար, ոչ թե որտեղ նայում ես իրանց շենքերը սարկում են իրանց համար վաճառում են, ամեն ինչն անում են իրանց համար։ Սեյրան Օհանյանը իր ամենամոդիկ ընկերն ա եղել, երբ գալիս էին, ասենք մի բան հարցնելու Սեյրան Օհանյանի հետ ոնց որ հարազատ եղբայր համբուրվելով էին իրար հանդիպում։ Թող մի հատ Սեյրան Օհանյանը մոտենար ասեր, թե Արայիկ պատճառն ինչ է, որովհետև գիտի որ Արայիկը հերոս ա եղել, հերոս էլ կմնա։ Թող իրանց մոտ մեղնի ագրեսոր, բայց ամբողջ աշխարհի դեմը հերոս է, հերոս էլ կմնա։ Ինքը դավաճան չի, ինքը ագրեսոր չի։